Կիսապաշտպանությունում 3 ֆուտբոլիստ, Էրիկե Ռոդրիգես համար 14, Լուկաս Օլիվերա 11, Պետրոս Աֆաջանյան, Կարեն Նալբանդյան, Փոխանցում Ձախ Եզեր, Ֆարայոլա, Սիդամոնիձեն դիմավորում է, Օլավալե Ֆարայոլային վերջինս մտնում է Տուգանային հրապարակ և երկրորդ րոպեին Վանի ֆուտբոլիստներն են փորձում հասնել գրոհի, Լուկաս Օլիվերան թողնում է գնդակը թիմակցի Խամես Սանթոսը արագանում է ձախ եզրով, դադար պահեց Խամեսը և կարողացավ անցկացնել գնդակը մրցակցի կողքով, վտանգավոր հարված ևս մեկ փորձ ու այստեղ էլ շատ վտանգավոր էր, հերթական փորձն ենք տեսնելու 12-րդ րոպեի ավարտին Նալբանդյան և տեսեք ինչ հարված է կատարում Ֆարայոլա անարգել մտնում է Տուգանային հրապարակ հերթական անգամ մարված և գոլ Մանուկյան Լաշկերտը նահանջել է սեփական կիսադաշտ ամբողջ կազմով դիմավորում է Վանի գրոհը որը կրկին ձախ եզրով է շարունակվում Էրիկի Արված թույլ էր, շատ թույլ էր, առաջին հատվածը այս առաջխաղացման լավն էր, բայց հետո Գոյանը այս անգամ էլ նկատեց Կիրակոսյանին, բայց նդուկան թույլ չտվեց Դավիթ Կիրակոսյանին ընդունել գնդակը, այստեղ էր կանոնների խախտում ու միանգամից երկու ֆուտբոլիստ Լեբուխալ, բարձր է ստացվում Սանտոս Վատը չէր, փոխանցումը վերահսկողության ներքո էր Խամես Սանտոս Սանտոս Վանի կազմում միգուցե լավագույնն է այսօր Խամես Սանտոսը Բուխալ Կիրակոսյան հարվածում է Կիրակոսյանը Եթե այս հարվածը դարպասին լիներ միգուցեև չհասներ Արսեն Բեգլարյան Կևինի ուղղությամբ լավ ընդունեց բրազիլացի արձակվողը Կևին մինչև վերջ համառություն դրսևորեց բայց Ստուրում կունենանք նաև մարզային դերբի Վանը Գյումրիում Շիրակի հետ է խաղալու Երկուսին այդ խաղն էլ տեղի կունենա վտանգավոր էր Արսեն Բեգլարյան Կոյան Լավն էր շարունակությունը Սեդրիկ Դո և Արսեն Բեգլարյան Վերջ ավարտվում է հանդիպումը երկրորդ րոպեի Մոմո Դուրեի կպած գոլը փաստորեն դարձավ միակ այս խաղում